Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ համաձայնության գալ կարծեք թե չի ստացվում, որովհետեւ Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել, ճիշտ նախկին պահանջները կրկին առաջ է քաշում, մասնավորապես Գերմանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ էլի սահմանադրության ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման հարցն է առաջ քաշել։ Դուք ինչպես եք այս իրավիճակը մեկնաբանում։ Կարծում եմ, որ ընդհանրապես մենք պետք է դադարենք այլևս ակնկալել Ադրբեջանի կողմից գործուն որևէ քայլ այս ուղղությամբ պայմանագրի ստորագրման ուղղությամբ մենք պետք է ավելի շատ կենտրոնացնենք մեր ջանքերը Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, արտաքին քաղաքական բազմազանեցման, նոր դաշնակիցների հետ հարաբերությունների գործնականացման, ռազմավարական գործընկերության հաստատման եւ եղածները խորացնելու խնդիրները պետք է հիմնական մեր անելիքը լինեն եւ պետք է ակնթեթ ուշադրությամբ հետևենք միջազգային գործընթացներին, նայեք հիմա փաստորեն մի ճակատ եւս ավելացավ Իրան-Իսրայել հակամարտություն, որտեղ Միացյալ Նահանգները ահռելի դերակատարություն է ստանձնում, ունենք նաև ճակատ նոր, այսպես ձևավորվող ստատուս քվոյի տեսքով ուկրաինական ճակատում, այնտեղ փաստորեն նոր իրողություններ են, երբ Միացյալ Նահանգների նախագահը չափազանց այսպես կտրուկ սկսեց քննադատել Ռուսաստանի նախագահի վերջերս որդեգրած կեցվածքը։ Այս զարգացումները մեծապես պայմանավորելու են նաև ուրեմն մեր հակամարտության կարգավորման հեռանկարը եւ իհարկե այսօր մեկնարկած օրինակ մի շատ կարեւոր իմ գնահատմամբ նույնիսկ դարակազմիկ մի համաժողով Եվրամիություն Կենտրոնական Ասիայի 5 երկրներ, որոնք ամբողջությամբ իրենց նշանակությունը եւ կարեւորությունը այս կամ այն կերպ շոշափում եւ պայմանավորում են այն լոգիստիկ հանգույցների օգտագործմամբ ընդհանրապես կենտրոնական Ասիայի ներուժի կարողությունների ենթակառուցվածքային եւ հանածոների ամբողջ տեղափոխումը դեպի եվրոպական միություն հարավային Կովկասը եւ ես կարծում եմ որ այս ուղղությամբ զարգացումները այս կամ այն կերպ ուղիղ կամ անուղղակի կապ ունեն այն հեռանկարի հետ, որը կարող է կոչվել խաղաղության պայմանագրի ստորագրում անկախ նրանից թե դա որտեղ տեղի կունենա ու երբ տեղի կունենա։ Ի վերջո կարծում եմ, որ քանի դեռ մենք կայուն ռազմաքաղաքական միջազգային երաշխիքներով ապահովված մի ռեգիոնալ մեծ միջավայրում չեն կարողացել ֆիքսել Հայաստանի ներկայությունը, Հայաստանի անդամակցությունը, հուսալ, որ նույնիսկ այդ պայմանագրի ստորագրումը կարող է Հայաստանին տևական խաղաղություն եւ կայունություն ապահովել եւս միամտություն է, այնպես որ կարծում եմ դեռ տեսանելի հեռանկարում մենք պետք է սովորենք աշխատել, տքնել, ջանալ եւ ամենակարևորը զարգանալ անկախ նրանից պատերազմ է թե խաղաղություն։ Բայց կրակում է Ալիևը հայկական բնակավայրերի վրա խաղաղության մասին խոսելը հիմա տեղին է։ Իսկ Հայաստանը ինչ այլ ընտրանք է իր համար ստեղծել վերջին տարիներին։ Գոնե այն ամբողջ ժամանակահատվածում, երբ 2022 թվականից առնվազն խաղաղության օրակարգի
ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվել, այսպես կոչված։ Ես կարծում եմ, որ այդ աշխատանքները բավարար չեն եղել, կարծում եմ, որ եղած աշխատանքներն են, որ դեռևս հնարավորություն են ստեղծում Հայաստանին հարաբերական այսպես հեղեղուկ փխրուն կայունությունը ապահովել։ Իսկ Ադրբեջանը այո, շարունակելու է իր վարքագիծը շոշափելու համար միջազգային դերակատարների ուրեմն արձագանքների դրությունը, արձագանքների լրջությունը եւ սրան զուգահեռ Հայաստանն էլ պիտի փորձի հնարավորինս սուր եւ հնարավորին լուրջ դարձնի միջազգային դերակատարների օրինակ ներգրավվածությունը մեր հակամարտությունում եւ արձագանքները։ Հիմա օրինակ մենք տեսանք Ֆրանսիայի իշխանությունների եւ Թուրքիայի իշխանությունների բավական Ֆիդանի այցներ Փարիզում տեղի ունենում, բավական խորը քննարկում է եղել Հարավային Կովկասի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Այս ուղղությամբ ես կարծում եմ, որ մենք մեր ջանքը պիտի գործադրենք եւ Եվրոպական միության առավել մեծ ներգրավվածություն պիտի փորձենք ապահովել մեր հակամարտության մեջ կարգավորման գործընթացում ավելացնելով այն ներկայությունը, այն քաղաքացիական առաքելության ուրեմն եվրոպական քաղաքացիական առաքելության ներկայության ջանքերին, որոնք որ գոյություն ունեն։ Եղած այլևս համագործակցային այսպես շրջանակը թե Եվրոպական միության, թե Միացյալ Նահանգների, թե նաև ինչու՞ չէ Մերձավոր Արևելյան տարածաշրջանի հետ Հնդկաստանի հետ հարաբերությունները եղած մակարդակը այլևս կենսունակ չէ եւ ի վիճակի չէ ապահովել գոնե մենք արդեն տեսնում ենք այս գրակոչները դրա մասին են վկայում տեսանելի հեռանկարում նույնիսկ փխրուն խաղաղության հույս չեն կարող ունենալ։ Տեսեք, այս գրակոչների ֆոնին Վաշինգտոնից արձագանք եղավ, խոսեց Թրամփի խորհրդականը, բանագնացը, Փաշինյանն ու Ռուբիոն խոսեցին, որպես ռազմավարական գործընկերներ, ինչ շահեր ունեն դրա շուրջ խոսեցին, էսկալացիան անթույլատրելի համարեցին, բայց սա չի զսպում Ալիևին, ինչ սպասել ԱՄՆ-ից, կճնշեն Բաքվին, որ պատերազմ չսկսի Հայաստանի դեմ, այլ փոխարենը համաձայնագիրը ստորագրի։ Քանի որ ես Միացյալ Նահանգներում եմ նոր եմ հասել եւ ներսից տեղեկացված եմ թե ինչ իրադարձություններ եւ ինչ գործընթացներ են տեղի ունենում, կարող եմ միայն հավաստել ձեզ, որ Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի ստանա իր գործողությունների համար կանաչ լույս Վաշինգտոնից, ապարդյուն Հայաստանը եւ բավական մեծ ներկայացուցչական եւ շատ ազդեցիկ լոբիստական խմբեր աշխատում են Հայաստանի շահերի օգտին եւ մեզ առայժմ հաջողվում է ուրեմն Հայաստանի օգտին այսպես դրական զարգացումները շարունակական պահել Միացյալ Նահանգների վարչակազմի մոտ դրան որպես ապացույց եւ Վոլսի գրառումներ Twitter-ում եւ նաեւ Ռուբիոյի հետ հեռախոսազանգ դեպ այդպիսի հեռախոսազանգ Բաքուն փորձում էր կազմակերպել Ալիևի հետ այդ հեռախոսազանգը տեղի չի ունեցել եւ այդ իմաստով առավելությունը շարունակում է Հայաստանը ունենալ նաև որպես ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների հետ բայց ես կարծում բավարարվել մենք իրավունք չունենք եւ այդ աշխատանքները պետք է տարվեն եւ մենք պետք է կարողանանք ակտիվ տնտեսական եւ պաշտպանական անվտանգային ուղղություններով Միացյալ Նահանգների հետ նոր էջ բացել, մանավանդ նոր ադմինիստրացիա կա, հիշում եք հավանաբար հունվարի 14-ին նախորդ ադմինիստրացիայի հետ է ստորագրվել այդ պայմանագիրը, լավ է, որ նոր ադմինիստրացիան եւս ուրեմն հանձնառու է եւ պաշտպանական, եւ անվտանգային, եւ տնտեսական, եւ ենթակառուցվածքային ուղղություններով զարգացնել այն պայմանավորվածությունները, որոնք կնքվել են ուրեմն նախորդ վարչակազմի կողմից իդեպ ասեմ, որ սա էլ բացառություն է Հայաստանի համար արվող շատ
այսպես թարմ պայմանավորվածություններ ուղղակի գալիս են եւ նոր ադմինիստրացիայի կողմից ուղղակի չեղարկվում են Հայաստանին արվել է այս բացառությունը եւ ես կարծում եմ որ մենք պետք է ժամ առաջ աշխատենք ամերիկացի գործընկերների հետ այս ուղղությամբ նոր ատոմակայանի կառուցման հարցերով եթե հիշում եք դեռևս անցյալ տարի Սփյուռքի համաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարեց որ Միացյալ Նահանգների հետ ձեռք է բերվել այդ պայմանավորվածությունը որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի արվել եւ պիտի ասեմ որ շատ թերահավատ եմ որ գործող կառավարության տարածքային ենթակառուցվածքների նախարարության այս նորանշանակ կազմը փոխնախարար էներգետիկայի գծով փոխնախարարի բացակայության պայմաններում ի վիճակի կդարձնի որ Հայաստանը այսպես կարողանա կոմպետենտ բանակցություններ վարի Միացյալ Նահանգների հետ։ Այս իմաստով կարծում եմ որ մենք լրջագույն խնդիր ունենք, բաց ունենք եւ այստեղ մեզ պիտի օգնության գան թե ամերիկացի փորձագետները, թե նաեւ սփյուռքյան կառույցների համապատասխան այն շրջանակները ովքեր լավագույնս տիրապետում են այս ուղղություններով ուրեմն աշխատանքներին եւ իրենք էլ հիմա գործնականում լոբիստական ահռելի աշխատանք են կատարում ի նպաստ այս ծրագրերի իրագործման Հայաստանում։ Պարոն Բաբաջանյան, նշեցիք, որ ինչ որ տեղեկություններ ունեք, որ Ադրբեջանը Ալիևը դիմել է Ամերիկային, սակայն կանաչ լույս չի ստացել, դա Հայաստանի վրա հարձակման համար է դիմել Միացյալ Նահանգներին թույլտվության համար։ Առհասարակ չեմ կարող ասել, որ այդպես ուղղակի հարձակման համար կանաչ լույս է փորձում ստանալ, առհասարակ Միացյալ Նահանգների այսպես ավելի պրո-ադրբեջանական դիրքավորման ուղղությամբ ահռելի ջանքեր են գործադրվում եւ պիտի ասեմ, որ սա միայն Ադրբեջանը չի այս ուղղությամբ աշխատանքներ տանում եւ հրեական լոբին է աշխատում Միացյալ Նահանգներում եւ թուրքական լոբին է աշխատում այս ուղղությամբ, այսինքն ի տարբերություն հայկական ավելի սահմանափակ, ավելի նվազ ջանքերի ահռելի մեծ գումարներ են ներդրվել Բաքվի կողմից եւ այս ուղղությամբ 3 ճակատով են աշխատում։ Ասեմ, որ Սպիտակ տան շրջակայքում չի մնացել մի շարքային փորձագետ, որին ադրբեջանցի դիվանագետները եւ լոբիստները չեն փորձել ուղղակի առնել եւ ի նպաստ Ադրբեջանի օգտագործել։ Բայց դա որևէ կերպ դեռևս չի փոխել ուժերի հարաբերակցությունը դիվանագիտական գետնի վրա, պիտի ասեմ, որ Հայաստանը շարունակում է Միացյալ Նահանգների համար ավելի կարևոր մնալ, հաշվի առնելով մի շարք իրողություններ, այդ թվում նաև հայ համայնքի այսպես ներկայությունը գետնի վրա եւ այն ընտրությունների հեռանկարները, որոնք որ արկա են եւ ընդամենը մի տարի անց սպասվող ընտրությունները շատ ավելի կարևոր են ընտրվող կոնգրեսականների, սենատորների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների համար, քան այն անորոշ դեռևս չձևակերպված հարաբերություններին տուրք տալը, որով Ադրբեջանը փորձում է գրավել ամերիկյան ուրեմն սիրաշահել ամերիկյան քաղաքականությունը, ամերիկյան ուրեմն գործիչներին եւ քաղաքականությունը։ Եվ հանուն ինչի Վաշինգտոնը չի վառում այդ կանաչ լույսը Ալիևի համար։ Շատ պարզ այստեղ վերլուծական ահռելի կարողություններ կան եւ հասկանում են Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում եւ այս իմաստով ասեմ որ թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հատկապես պատերազմում 20 թվականի պատերազմում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ ուրեմն այսպես ջանքերը Հայաստանի պետականությունը կազմաքանդելու եւ թե դրան հաջորդած ամբողջ ժամանակահատվածի ուրեմն
այսպես համատեղ ռուս-ադրբեջանական եւ դրան միացած նաեւ թուրքական այսպես համատեղ ճակատը Միացյալ Նահանգներում լայն այսպես ընկալում ունի, որ սրանք ընդհանուր առմամբ նաև Միացյալ Նահանգներից եւ հավաքական արևմուտքից տարածաշրջանը կտրելու ամբողջությամբ դուրս դնելու ուրեմն քայլեր են եւ ըստ էության տարածաշրջանում հատկապես Վրաստանի վերջին իրադարձություններից հետո, որի վերաբերյալ եւս կա երկուսակցական ընկալում, որ դրանք որևէ կերպ Միացյալ Նահանգների ընդհանուր քաղաքականության մեջ չեն տեղավորվում, Հայաստանի կարևորությունը ռեգիոնալ չափազանց կարևոր եւ չափազանց ուրեմն նշանակալի է դարձել եւ այս իմաստով պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգներում չափազանց բարձր են գնահատում Հայաստանի դերակատարությունը եւ նշանակությունը առհասարակ տարածաշրջանում, որի վրա Միացյալ Նահանգները կարող է հենվել եւ շարունակել իր քաղաքականությունը, տարածաշրջանային քաղաքականությունը, որը իդեպ միայն չի սահմանափակում Հարավային Կովկասով, այլ տարածվում է մինչև Կենտրոնական Կավկասիա։ Եվ այս իմաստով նաև ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը գիտեք 2022 թվականի փետրվարի 23-ին կնքվել է ռուս-ադրբեջանական ստրատեգիական գործընկերության մասին, դաշնակցային գործընկերության մասին պայմանագիր, նաև Ադրբեջանի եւ Չինաստանի ստրատեգիական գործընկերությունը չի կարող չանհանգստացնել Միացյալ Նահանգներին եւ այս իմաստով վերջերս հրապարակված Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Չինաստանն է Միացյալ Նահանգների հիմնական ախոյանը եւ Միացյալ Նահանգների ամբողջ քաղաքականությունը անվտանգային եւ պաշտպանական ուղղված է լինելու զսպել Չինաստանի աճող ազդեցությունը ամբողջ աշխարհում, նաեւ այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել, որ ուրեմն այն քաղաքականությունը, որ տարածաշրջանի դեպ ոչ միայն Ադրբեջանի, նաև Վրաստանի կողմից է գործադրվել Չինաստանի հետ հարաբերությունները սերտացնելու, ավելի մերձեցնելու, Միացյալ Նահանգների կողմից որևէ կերպ աջակցություն չի գտել։ Բայց այնուհանդերձ փաստ է, որ Վաշինգտոնից հնչած հայտարարությունները չզսպեցին Ալիևին եւ նա շարունակում է սահմանային այդ լարվածությունը պահել։ Այո, այդ կրակոցները անհանգստացնող են, բայց ես հեռու եմ այն մտքից, որ այդ կրակոցներից անտին լուրջ գործողության կարող է անցնել Ադրբեջանը, առավել եւս Գերմանիայի նախագահի այցից հետո եւ այն հայտարարություններից հետո, որոնք հնչեցին Վալտեր Շտայնմայերի կողմից եւ առհասարակ եվրոպական կառույցների արձագանքները չափազանց կարեւոր են, գիտեք հիմա նաև Եվրոպական միության տարածաշրջանային ներկայացուցիչի Գրոմնոյի այցն է ընթանում տարածաշրջանում, Երևանում էր նա այսօր, վաղը հավանաբար կլինի նաև Բաքվում եւ մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը իր նոր ձևավորված կառավարությամբ հանձնաժողովով ցանկանում է ակտիվորեն ներգրավվել այս հակամարտության կարգավորման գործընթացում եւ ապահովել հարթակ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման համար։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները, այնուամենայնիվ մենք հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը այս գրակոչներից անտին չի անցնում, իր գործողությունները սահմանափակեն, զսպող քայլերը չեն ուշանում, մենք գիտենք, որ Ետնաբեմում քաղաքական ահռելի եւ դիվանագիտական ահռելի ճնշում կա Ադրբեջանի վրա, հույս ունեմ, որ նաեւ Հայաստանի ներքին կյանքը ցնցելուն ուղղված այս գրակոչները, իդեպ ասեմ, որ դա մեծապես նաեւ հաջողվում է Ալիևին եւ նրա հիմնական գործակիցները, հայաստանյան գործակիցները շատ
հաճույքով են այս կրակոցների իրողությունը օգտագործում ներքաղաքական նպատակներով, ուրեմն իդեպ Ադրբեջանը եւս Ալիևը եւս այս գրակոչները օգտագործում է ներքին սպառման համար։ Դրանք փաստորեն մի քանի նպատակով ուրեմն օգտագործվում են, բայց դրանից ավել կարծում եմ որևէ գործողություն այս պահին անիրական է, մինչև որ Միացյալ Նահանգները հստակություն չմտցնեն իրենց հարավկովկասյան քաղաքականության մեջ։ Տեսնենք, թե առհասարակ ինչպես է պատկերացնում Միացյալ Նահանգները իր ներկայությունը եւ արդյոք Ռուսաստանի հետ ձեռք բերվելիք այն համաձայնությունը, մեծ փաթեթային համաձայնությունը, որի առանցքում կլինի Ուկրաինան, որևէ կերպ ուրեմն Ռուսաստանին արտոնյալ դիրք կապահովի մեր տարածաշրջանի նկատմամբ։ Եվ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել բարձր բոլորի համար, այդ թվում նաև Հայաստանի 10% է մեր երկրի դեպքում, սա ինչ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար եւ սա ինչ քաղաքականություն է Ամերիկայի կողմից։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը պրոտեկցիոնիզմի շրջանակներում է, Տրամփը գտնում է, որ իր ընտրողներին ինքը տվել է հստակ խոստումներ այս ուղղությամբ եւ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Հայաստանի համար կարծում եմ, որ նույնիսկ այս 10%-ի մաքսատուրքերը որևէ խոչընդոտ չեն, որպեսզի ոչ միայն եղած արտահանման ծավալները մենք կարողանանք պահպանել, այլև ավելացնել նոր ապրանքատեսակների տեսքով, որովհետև այլ երկրների համար սահմանված մաքսատուրքերը ուղղակի մեզ համար, մեր ապրանքատեսակների համար առավել մրցունակ են դարձնում մեր տնտեսվարողների թեկուզ եւ սահմանափակ, բայց ապրանքատեսակները եւ այս ուղղությամբ ես եւս կարծում եմ, որ մեր էկոնոմիկայի նախարարությունը ահռելի աշխատանք ունի անելու, եթե արվեն այդ աշխատանքները, իդեպ ոչ միայն Միացյալ Նահանգների, նաև Կանադայի շուկայում ահռելի փոփոխություններ են հակընդդեմ մաքսատուրքերի, սահմանված մաքսատուրքերի պատճառով, մեզ համար նոր շուկաներ են բացվում եւ այս ուղղությամբ, եթե մենք կարողանանք ուրեմն հայկական ապրանքների ստանդարտացման անհրաժեշտ ստանդարտները բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ ուրեմն աշխատանքներ կազմակերպենք, ուրեմն մենք կարող ենք լավ դիրքեր ունենալ մեր տնտեսվարողների, մեր տնտեսական կարողությունների համար Միացյալ Նահանգներում եւ Եվրոպական միությունում եւ նաեւ Կանադայում։ Պարոն Բաբաջանյան, դուք ասում եք պետք է հասկանալ Ամերիկան Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ կունենա եւ ըստ այդմ տարածաշրջանում Միացյալ Նահանգների դիրքավորումը ինչպես կլինի, բայց արդեն Մոսկվայից Վաշինգտոն է մեկնել Պուտինի բանագնացը, որը քննարկելու է Միացյալ Նահանգների հետ տնտեսական թեմաներ, սա արդեն չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ի տարբերություն նախորդ վարչակազմի ջերմանում են։ Չէ, չի նշանակում, որովհետև այդ հանդիպումը ոչինչ չի նշանակում, հակառակը կարծում եմ, որ վերջին ընդգծված Պուտինի գործողությունների կապակցությամբ Թրամփի արած հայտարարությունից հետո սա ուղղակի այսպես մի փոքր փորձ է փրկել ձեռք բերված այն պայմանավորվածությունները, որոնք Պուտինի գործում ջանքերով ուղղակի տապալվել են, հատկապես հարձակումների այն ինտենսիվությունը, որ Ռուսաստանը ծավալեց հատկապես 30-օրյա հրադադար հաստատելու պայմանավորվածությունից հետո, ուղղակի ապշեցրել են Միացյալ Նահանգների նախագահին եւ նա վերջերս սպառնաց, որ ուրեմն մինչեւ 500% մաքսատուրք սահմանի բոլոր այն երկրներին, երկրների նկատմամբ, ովքեր ռուսական ուրեմն վառելիք են ներմուծում։ Ես կարծում եմ Հայաստանի համար, որը ըստ էության մեկ ներմուծողից Ռուսաստանից է ստանում իր գազը, այդ ժամանակ կարող ենք մենք լրջագույն խնդիրներ ունենալ, որտեղ ըստ էության կստացվի, որ այն գազը, որ մենք ստանում ենք
համատաբար ժանգնով դրան կավելանա 500% ուրեմն մաքսատուրք, որը կսահմանի Միացյալ Նահանգները։ Այս հերանեկարները բավական ուրեմն նոր մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի համար, այլընտրանքներ փնտրելու, այլընտրանքներ հայթայթելու եւ այս ուղղությամբ եւս կարծում եմ լավ նորություն կա Հայաստանը եւ Աշխաբադը կարծես պայմանավորվում են ուրեմն Իրանի տարածքով գազի տարանցման նոր այսպես հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար եւ ես հույս ունեմ, որ այս ուղղությամբ եթե ռուսական գազի վրա ամերիկյան այդպիսի սանկցիաներ, հավելյալ սանկցիաներ ուրեմն սահմանվեն Հայաստանը գոնե այլընտրանքներ կունենա ռուսական գազին։ Ջերմացման հարաբերությունների ջերմացման մասին մոռացեք, հակառակը Սենատում, այդ թվում նաև հանրապետական սենատորների կողմից երկուսակցական օրինագիծ է հիմա պատրաստվում ահռելի նոր ծավալների հասնող սահմանափակումների եւ սանկցիաների վերաբերյալ Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանը փորձում է ուրեմն այս իմիտացիա ստեղծելով ուրեմն այս բանակցություններով ուղղակի հետաձգել նոր պատժամիջոցների սահմանումը, ինչը ես տեսնում եմ, որ ներքին քաղաքական քննարկումների ընդհանուր բնույթը եւ ընդհանուր ուղղությունը հույս չի տալիս, որ Ռուսաստանին դա հաջողվելու է եւ Տրամփն էլ տեսնելով, որ իր լավատեսությունը այս կոնֆլիկտը կարգավորելու եւ կոնֆլիկտին վերջ տալու վերջ է գտնում Ռուսաստանի, առավելապես Ռուսաստանի այսպես գործուն քայլերով թեև պիտի ասեմ, որ այո, Տրամփը իր դժգոհությունը հայտնում է հավասարապես եւ Պուտինից եւ Զելենսկու նկատմամբ իր այսպես անձնական վերաբերմունքը դեռևս շարունակում է պահպանվել եւ դա կարծում եմ եւս որոշակի ազդեցություն ունի հակամարտության կարգավորման վրա ամերիկյան ավելի գործուն ազդեցության հասնելու համար։ Եվ պարոն Բաբաջանյան, Միրզոյանն ու Լավրովն են խոսել Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ավելի ճիշտ ուղերձներով են փոխանակվել եւ Միրզոյանը իր ուղերձում կարևորել է գործընկերային փոխգործակցության շարունակությունը հիմնված Երևանի եւ Մոսկվայի շահերի վրա եւ բարօրություն երկու երկրների ժողովուրդներին եւ այսպիսի հայտարարություններ ուղերձ հղող արտգործնախարարությունը առաջ է տանում Եվրամիության միանալու գործընթաց սկսելու օրենքի նախագիծ, որը ընդունվեց ազգային ժողովում։ Այստեղ դուք հակասություն չեք տեսնում եւ չեք կարծում, որ Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում փոխել է դիրքավորումը Ռուսաստանի նկատմամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսք կա, որ մայիսին ինքը գնա Մոսկվա, նաև ԱԳՆ-ների մակարդակով մոտ 10 օր առաջ ընդլայնված խորհրդակցություն անցկացվեց։ Չէ, այդպես չեմ կարծում, հակառակը կարծում եմ, որ Հայաստանի Եվրոպական միության անդամակցության գործընթացը ավելի կորոշակիացնի եւ ավելի կառուցողական հուն կտեղափոխի հայ-ռուսական հարաբերությունները։ Ի վերջո դուք չեք կարծում, չէ՞, որ մենք պետք է առհասարակ հարաբերությունները դադարեցնենք Ռուսաստանի։ Ես հակառակը կարծում եմ, որ մենք այդ հարաբերությունները պետք է բերենք, հասցնենք այն մակարդակին, ինչպիսին դրանք կան, այսինքն դաշնակցային հարաբերությունների մասին հայ-ռուսական պետք է մոռանալ, դրանք պետք է բերել այն հարթություն, որտեղ որ դրանք են։ Չի կարող լինել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ, այն հարաբերությունների ամրագրումից հետո, որ ունեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Հետևաբար ես կարծում եմ, որ հենց Եվրոպական միության հեռանկարն է, որ հնարավորություն է ստեղծում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները որոշակիացնել, ավելի կոնկրետացնել եւ իրական տեսքի բերել։ Ոչ թե պատրանքային, ոչ թե այսպես ուղղակի ձևական հարաբերություններին, դաշնակցային հարաբերություններ անվանումը տալ եւ
ուրեմն շարունակել հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ունի։ Այդ ուրեմն դիվանագիտական հարաբերությունների հաստատման առիթով այս փոխանակված այսօրվա տեքստերը հերթապահ հայտարարություններ են, դրանք որևէ խորքային, այսպես բնույթ չունեն հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու կամ դրանց զարգացնելու համար, հակառակը ասեմ, որ Գալուզինի հայտարարությունն է այսօր ավելի շատ ինձ համար կարևոր, որով ըստ էության նորից հայտարարվել է, որ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է ունենալ հետևանքներ, տնտեսական հետևանքներ, նրանք իրապես տեսնում են, որ Հայաստանը եթե ոչ մոտ ապագայում, ապա հեռու ապագայում իրեն տեսնում է ավելի ու ավելի ինտեգրված Եվրոպական միության հետ եւ ամենատարբեր պաշտոնյաներ անթակույց խոսում են DCFTA-ի շուրջ բանակցությունների մասին, իսկ դա հնարավոր է առհասարակ իրականություն դարձնել, երբ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս կգա։ Նաև վերջին, եթե չեմ սխալվում, նախորդին եղավ հայտարարություն, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊ ուրեմն անդամավճարների եւ այդ ֆինանսական պարտավորությունների աշխատանքներին մասնակցել։ Սա եւս ես կարծում եմ կարեւոր է եւ ընդհանուր առմամբ տեղավորվում է այն հերանեկարների հարաբերությունների այն հերանեկարում, որը Հայաստանին վեկտորալ փոփոխության է մղում դեպի Եվրոպական միության լիարժեք անդամակցություն, բայց ես իդեպ ասեմ, որ այս իմաստով եւս բավական հոռետես եմ Հայաստանի գործող իշխանությունը եւ գործող կառավարության կազմը գոնե այն առանցքային ոլորտային նախարարների մակարդակով, գերատեսչությունների մակարդակով պատրաստ չէ որակյալ բանակցությունների ուրեմն Եվրոպական միության հետ, այս իմաստով կարծում եմ մենք իշխանություններին պետք է ստիպենք, որպեսզի փորձագիտական համապատասխան կարողություններ կարողանանք ներգրավել Եվրոպական միությունից Հայաստանի կարողությունների զարգացման համար, որպեսզի մենք կարողանանք որակյալ բանակցություններ տանել, բայց այդ բանակցությունները պիտի մեկնարկեն այն պահին, երբ Հայաստանը կլինի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից զերծ։ Այսինքն Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել Եվրասիական տնտեսական միությունում եւ բանակցել Եվրոպական միության անդամակցության շուրջ, առավել եւս կարծում եմ, որ մեր առաջին քայլը դեպի անդամակցություն պիտի տեղի ունենա ասոցիացիան համաձայնագրի կնքումից հետո, իսկ այդպիսի համաձայնագիր հնարավոր է կնքել, երբ Հայաստանը չի լինի ԵԱՏՄ անդամ։ Ուրեմն որպես առաջին քայլ Հայաստանը պետք է ժամ առաջ հայտարարի ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, այո, ես հասկանում եմ, որ այդտեղ լրջագույն տնտեսական խնդիրներ, մարտահրավերներ, ընդհանուր միջև սպառնալիքներ կարող են լինել, բայց կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների հետ պետք է ցույց տանք մեր կամքը, մեր հավատարմությունը այս ուրեմն օրակարգին, որտեղ ի վերջո նաև օրենք ենք ընդունել, հիմք ընդունելով քաղաքացիական նաև նախաձեռնությունը, այն ստորագրահավաքը, որ մենք ենք անցկացրել, եւ սա կլինի ազդակ եվրոպական մեր գործընկերների համար, ինչ որ իմաստով նաև աջակցելու այն կորուստները լրացնելու, որոնք որ անխուսափելիորեն Ռուսաստանից գալու են։ Իդեպ ասեմ, որ այդպիսի աջակցության մասին հայտարարությունները կարող են հնարավորինս նաև ռուսական կողմից մեղմել, հնարավոր են այն ուրեմն պատժամիջոցները, որոնք կարող են հետևել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նույնիսկ հայտարարությունից հետո։ Իսկ մայիսին գնալը եւ այլն ես կարծում եմ, որ նոր արտաքին քաղաքական եւ համաշխարհային այսպես նոր կարգի ձևավորման պայմաններում գուցե Հայաստանը հասկանալով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի այսպես նոր ձևավորվող հարաբերությունները փորձում է ինչ որ իմաստով նաև պրևենտիվ, այսպես կանխարգելիչ ուրեմն քայլերի գնալ Ռուսաստանի հետ, ուրեմն
թույլ չտալով որպեսզի այս նոր ձևավորվող աշխարհակարգում, որտեղ կարող է Ռուսաստանը նոր դերակատարություն ունենալ, որևէ կերպ ուրեմն Ռուսաստանից այդ հնարավոր քայլերի եւ գործողությունների արդյունքում դրանք ուրեմն Հայաստանի համար պակաս ցավոտ եւ պակաս ուրեմն կործանարար լինեն։ Շնորհակալություն, պարոն Բաբաջանյան, հարցազրույցը։ Շնորհակալություն ձեզ։